Շարունակում է առավոտ լուսով վիկենդը, իսկ մեր աչուկները փայլում են ու տրամադրությունն էլ բարձր է, որովհետև շատ հարգելի պատճառ ունենք։ Մեր տաղավարում հենց այս բանը պետք է դիմավորենք մեր առաջին եւ միակ անկրկնելի հյուրին։ Կարինա Արուստամյանը մեր տաղավարում երգչի եւ գեղեցկուհի, բայց մի շատ հավասարակշռված, շատ լուրջ, կարևոր տղամարդու հետ է նա այսօր մեր տաղավարում։ Դենի Պողոսյանի, նրա որդին էլ է մեր տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, հատկապես այս լուրջ տղամարդու հետ միասին։ Մեզ պատմեք ոնց են սկսում ձեր առավոտները։ Մեր առավոտները սկսում է Դենի արթնանալով, ես հենց լսում եմ իր ձայնը, իր մահճակալի վերևում խաղալիքային շարժվում է ակտիվ, նշանակում է Դենին արդեն արթուն է։ Պիտի վազեմ, մի հատ նայեմ, ասեմ բարի լույս, սենց ուրախ տրամադրություն մենք իրար նայում, մենք ժպտում ենք, մեր ամեն առավոտը սկսում է այդպես։ Հետո արդեն բոլորը արթնանում են, որովհետև Դենին արդեն արթուն է։ Բայց որ ասում եք ակտիվ ու հիմա նայում եմ Դենին, կապ չունեն ոնց որ ակտիվությունն ու Դենին իրար հետ։ Շատ գերակտիվ է ֆիզիկապես, շատ ուղղակի իմ Երբ որ հյուր է գալիս, իրան պահելու ձև գիտի, այո, փառք Աստծո, մենք նպաստում ենք ամեն դեպքում իր դաստիարակության վրա, բայց դա կարծում եմ բնավորության գիծ է, որը որ իծն է, իր մոտ եղել է, տանը ժպտերեսա, դրսում շատ լուրջ տղա է, ինքը ժպտում է շատ հաճախ փողոցով, երբ որ տեսնում է սիրուն աղջիկներ, այ աղջիկներին ժպտում է։ Իսկական տղա։ Այո։ Ապրես Դենի։ Եվ շատ լուրջ։ Կեցես։ Մենք գիտենք, որ շաբաթ օրերը ձեր ամուսնու, նաև Դենի համար ընտանեկան օրեր են։ Այո։ Եվ միշտ ինչ-որ միտեղ գնում եք, ինչ-որ մի հետաքրքիր կերպով հանգստյան օրն անցկացնում եք։ Հետաքրքիր է, դա ինչ-որ ռիտուալ է ու այսօր նաև հաշվի առնելով, որ նույնպես շաբաթ օր է, ուր եք գնալու։ Մեզ մոտ ռիտուալ եղել է մինչ Դենի ծնվելը, հիմա առավել եւս դարձել է, որովհետեւ նու կարա լինի ոչ շաբաթ օրը, կարա լինի կիրակի կամ աշխատանքային ինչ-որ մեկ այլ օր, երբ որ մենք լինում ենք ազատ, բայց շաբաթվա մեջ մեկ օրը պարտադիր է, որ մենք անցկացնենք ընտանիքով օր։ Առաջ մենք գնում էինք քաղաքից դուրս ինչ-որ կետ էինք ընտրում ամուսնուս հետ միասին, հիմա փորձում ենք այնպիսի տեղեր գնալ, որ նաեւ հետաքրքիր լինի Դենին։ Եթե ստիպված ենք գնալ այնպիսի մի տեղ, որտեղ որ ցուրտ ցավոք Դենին չենք տանում, որ հանկարծ երեխան չի հիվանդանա, որովհետև պատվաստումների շրջան անցնում ու պետք չի իրան բացարձակապես հիվանդանալ։ Օրինակ անցած շաբաթ մենք գնացել էինք Գազանանոց։ Ուզում ենք անպայման, որ Դենին արտաքին աշխարհի հետ ճիշտ շփում ունենա։ Իհարկե մեր տանը այնքան կենթանի կա, որ Դենին այդքանը չզարմացավ Գազանանոցում, իր համար դա շատ սովորական էր։ Շատ են կենթաների տանը։ Երկու կատու, մեկ շուն, երեխայի հետ իմ երազանքն ա եղել, որպեսզի կենթանիներ լինեն տանը, որտեղ մեծ պատասխանատվություն է երեխայի մոտ ձևավորվում, բարություն, արդեն ճիշտ շփում, մինչ երկրորդ ебալիկի կոպիտ ասած ծնվել է ու առհասարակ տան մեջ շատ ուրախ է իրանց համար անցնում։ Ու այդպես ամեն անգամ մենք ընտրում ենք ինչ-որ միտեղ գնանք Դենին հետաքրքիր լինի։ Կարող է գնանք տատիկ պապիկի մոտ, կարող է գնանք քաղաքից դուրս ինչ-որ միտեղ մնալու, կարող է գնանք ինչ-որ հետաքրքիր ժամանցային տեղ, բայց ցանկալի է, որ շատ մարդաշատ չլինի, որ վիրուսներից խուսափենք։ Այստեղից հետևություն Կարինա, որ Դենիի ծնվելով ձեր կյանքը ամբողջովին փոխվել է։ դեպի լավ է իհարկե, բայց ամբողջովին ու մենք չենք բողոքում, որովհետև կան կյանքում շրջաններ, որոնք որ ճիշտ ժամանակին գալիս են ու դու պիտի անցնես այդ շրջանները ու մենք այս բանին լրիվ վայելում ենք ծնող լինելու նուրբ արվեստը։ Ամենակարևոր դերն է վերջի ինձ համար Դենի մամա լինելը, հետո նոր մնացածը արդեն։ Եվ ամենակարևորը ոնց հասկանում եք Դենին պատրաստված է նկարահանման փորձ ունի նույնիսկ, մեզ մի փոքր պատմեք ինչպես են ստացվում համատեղ նկարահանումները։ Եվ կարելի է ենթադրել, որ գուցե դառնա արտիստ, որովհետև տեսախցիկների հետ բացարձակ խնդիր չունի։ Օղերն է շատ հետաքրքիր ուսումնասիրել։ Շատ ենք մնացել Դենի արտիստիզմի վրա։ Մենք իհարկե երկուսս էլ մարդիկ ենք, ովքեր որ միշտ եղել են ուշադրության կենտրոնում։ Մենք սպասում ենք, որ մեր երեխան պետք է մեզ նման լինի, բայց որ մեզանից ավելի լավն է լինելու դա շատ ոչ թե անսպասելի էր, այլ հաճելի։ Օրինակ այս նկարների ժամանակ մենք մտել ենք տաղավար, 3 վայրկյան չանցած Դենին սկսեց կամերայի հետ աշխատել։ 1 ժամ անընդմեջ աշխատեց, հետո նոր սկսեց արդեն
քնելու ցանկություն առաջացնել կամ ուտելու եւ այլն, բայց 1 րոպե ինքը մեզ նեղություն չի տվել ու զարմացել ենք, թե ինքը ոնց է կամերայի հետ նոն-ստոպ Իսկ աշխատել։ ինչքան է այստեղ դնում։ Այստեղ 6 ամսական է։ 6 ամսական։ Այո, ու 3 վայրկյան է տվել, որ ինքը սկսի ժպտալ, խաղալ, մենք հոգնել էինք, ինքը չէր հոգնել։ Ու մենք տեսնում ենք իր մոտ հիմա նաև համ երաժշտական շատ sense հետաքրքրություններ, շատ սիրում է երաժշտություն, լսում է շատ լուրջ բաներ է լսում, համերգներ է լսում, ես զարմացած եմ, չէ զարմացած չեմ, բայց հաճելի է ինչ խոսք։ Նաև տեսնում ենք հետաքրքրություն սպորտի հանդեպ, շատ ուշադիր, երբ իր հայրիկ ֆուտբոլային խաղեր է դիտում, ինքը աչքը չի կտրում, չնայած իրան չենք թողնում հեռուստացույց նայի, բայց այդ պահին անխուսափելի է։ Իսկ երբ առաջին անգամ իր ոտքի առաջ դրեցի գնդակ, փոքրիկ, դեր papan ֆուտբոլիստ է եղել 22 տարի։ Ձախ ոտքով սկսեց հարվածել, շատ ուղիղ, շատ ձիգ ու շատ ուրախ ենք, որ տեսնում ենք այս տարիքում անգամ իր մեջ Այսինքն տաղանդներ։ համ հետաքրքրություն կա դեպի արվեստ, համ կա հետաքրքրություն դեպի սպորտ։ Այո։ Ու եթե նույնիսկ արվեստ ընտրի, դուք Ես իսկ ընդհանրապես հայրը նույնպես դեմ չէ։ Բացարձակ, մենք ուզում ենք Սպորտ ամեն դեպքում սպորտ ինքը պետք է երազել է որդի ունենա, որ սպորտսմեն դառնա, բայց մենք ուզում ենք մեր երեխան լինի երջանիկ եւ հոգեպես եւ ֆիզիկապես, իսկ եթե իր ընտրությունը պետքա լինի նենց ընտրություն, որ մենք պարտավոր լինենք հարգենք, մենք պարտավոր ենք լինելու հարգել, որովհետեւ դա իր կյանքն է լինելու, մենք մաքսիմալ կաջակցենք։ Ես ու իհարկե ուզում եմ ասել, որ ես այն ծնողներից չեմ, որ իրանց երեխաներին գովում են, բայց սիրում եմ իմ երեխայի լավ կողմերը, այո, տեսնել ու աջակցություն ցույց տալ որպես ծնող։ Հրաշալի։ Ում ընտրությունն է Դենի։ Հայրիկի։ Հայրիկն է ընտրել։ Հայրիկի, այո։ Ինչով պայմանավորված, եթե պայմանավորված։ Մենք ուզում ենք լինի այնպիսի անուն, որ ինչ մասնագիտություն էլ ընտրի, նախ կլինի գեղեցիկ մասնագիտության մեջ, երկրորդը չենք ուզում, որպեսզի կրճատեն անունը։ Մենք կարող ենք դնել Դանիել, բայց երբ որ դնում ես Դանիել, էլի կրկին ասում են Դանի։ Մենք որոշեցինք դնենք Դենի, նախ որ տարբերվի, երկրորդը որ լինի կարճ, որպեսզի իր անունը այլևս չկարճացնեն։ Այո, ու տարբերվի բոլորից։ Կասեն Դեն։ Չէ, Այն վերջի ինել կհանեն։ Չենք դեն։ Այդտեղ մաման արդեն ասում է ոչ կներեք, բայց իր անունը Դենի է։ Սիրունա Դենի։ 2 րոպե առաջ մայրը չէր խառնվելու ոչ մի հարցերում, Չէ, բայց արդեն մայրը ասում է, ոչ մայրը չի թողելու։ Անունը Մայրը այնպես բան է, Կարինա, դա ժամանակի ընթացքում դուք ինքներդ եք կհամոզվեք, որ ասում եմ մի բան, անում լրիվ ուրիշ բան, մտածում լրիվ այլ բան։ Ուղղակի մանունը Կարինա է, բայց ես երբեք չեմ սիրել, որ ինձ ասեն Կարինա, միշտ սիրել եմ, որ ինձ ասել են Կարա կամ Կարինա։ Ու շատ կուզեի, որ անձնագրով օրինակ իմ անունը լիներ այդպիսի, որ չփոխեին։ Վստահաբար ինչ որ բան սովորացնում է ձեզ Դենին, շարունակում է սովորեցնել կամ սովորացրեց։ Ինչ դասեր եք դուք վերցնում Դենիից։ Դենին ինձ դարձրել է ավելի բարի, ավելի լավ մարդ, որովհետև երբ երեխա ես ունենում, ավտոմատ դու փորձում ես ամեն ինչ անես, այնպես որ Աստված քո բալիկի առաջ բերի։ Դա ինձ թվում է մայրական բնազդ է, որը որ իմ մեջ շատ ուժեղ է։ Ես փորձում եմ մաքսիմալ օրինակելի լինեմ, մաքսիմալ բարի լինեմ, որովհետև բումերանգի օրենքը չեմ ուզում երբևիցե վատ կերպով անդրադառնա իմ երեխայի վրա, ու ամենակարևորը ինքը ինձ դարձրել է ավելի ժպտերես։ Ամեն ինչին թեթև եմ նայում, ամեն ինչին նայում եմ ավելի հանգիստ կողմով, որովհետև այս կյանքում արդեն կա ավելի կարևոր մարդ, որ բոլոր մնացած բաները դնում է մի կողմ ու կարևորում է ինքը իր գոյությունը զուտ իմ կյանքում։ Ես ուզում եմ ես ժպտամ, որ ինքն է ժպտա, ինքը ամեն բան զգում է։ Ներշնչանքի նոր աղբյուր բերեց ստեղծագործելու մեջ։ Այո, հիմա ինձ մոտ հոգեպես վերականգնողական փուլ է, բոլոր մայրիկները գիտեն, որ ամեն դեպքում ծննդաբերությունից առաջ եւ հետո ասենց մի հատ ընթացք ես անցնում, որովհետեւ ամբողջ կյանքդ փոխվում է, դու պետք է ադապտացվես եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Ինձ մոտ ձայնային փոփոխություններ էր եղել, ես չէի ուզում այդ պահին ոչ մի ստեղծագործական շատ բաներ անել, չնայած որ աշխատել եմ միջև վերջի վարկյանը Դենի ծնվելուց հետո էլ, բայց այս պահինից հոգեպես ուշքի եմ բերում, որ արդեն սկսեմ իմ աշխատանքների վրա կենտրոնանալ, նոր ստեղծագործություններ թողարկել, վստահ եմ, որ լինել է նաև երգ իմ որդու մասին ու այդպես։ Տեսպայն ձեզ մոտ դադար է։ Որ ասեմ դադար է ոչ, բայց ես օրվա առաջին մասս ինչքան հնարավոր է Դենի հետ եմ անցկացնում, երեկոյան իր քնելուց հետո
գնում եմ համերգի, իր հետ մնում են տատիկներից ինչ որ մեկը կամ մենք թողնում ենք իմ սկեսուր մայրիկի մոտ կամ իմ մայրիկն է գալիս Դենին իր տարածքում արդեն պահում, որպեսզի ավելի հանգիստ քնի Դենին եւ աշխատում եմ մաքսիմալ, սենց ասեմ ձեզ, այն ինչ որ շատ կարեւոր չէր այլևս իմ կյանքում չկա, այդ ամբողջ ժամանակը գնում է իմ որդուն։ Մեկը մյուսին բացարձակապես չի խանգարում, որովհետև ես ճիշտ բալանս եմ գտել, ու չեմ ուզում որդուս մեծանալը ոչ մի կերպ բաց թողնեմ, բայց չեմ էլ ուզում իմ ստեղծագործական կյանքը շատ ուժի, որովհետև վստահ եմ, որ ինչքան ես լինեմ ակտիվ, այնքան ես նաև կօգնեմ Դենիին իր որոշումների մեջ մի օր։ Ես ուզում եմ լինեմ այնպիսի մայրիկ, որ ինքը ինձնով շատ ոգեշնչվի ու նաև հետագայում օրինակ, հա, ասում են տղամարդը կին ընտրելուց շատ հաճախ իր մայրիկին է որպես կերպար նայում, ենթագիտակցության մեջ նստած ես, ուզում եմ, որ ինքը մի օր ապագա կին ընտրելուց կարևորի կնոջ աշխատելը, կնոջ ուժեղությունը, որոշումներ կայացնելու ճիշտ ունակությունը եւ այլն։ Մի խոսքով ուզում եմ լավ մամա լինեմ, որին որդին մի օր ճիշտ ընտրություն կատարի, իսկ տանը միայն նստեմ այս պահին մի քիչ սխալ կլինի։ Ես որպես Կարինա Արուստամյան կոչնչանամ, իսկ դա միանշանակ որդուն վնաս է։ Ինչ նորություններ կան որպես Կարինա Արուստամյան նոր երգ, տեսահոլովակ։ Այս պահին դեռ պլանավորման փուլն է ինձ մոտ, հասունանում արդեն պահը, որ հասկանամ հետագա քայլես, խմբիս կազմում եմ փոփոխություններ արել, ոչ թե հատուկ, այլ ստիպված ինչ-որ հանգամանքներից ելնելով, իմ մոտ երաժշտական կազմի մեջ փոփոխություններ են եղել, և ուզում եմ ոճային մի փոքր փոփոխություն անեմ, ավելացնեմ նոր երգեր, մի փոքր այլ ուղղվածության վրա, լեզուները ավելացնելով եւ այլն, հիմա այդ ընթացքի մեջ ենք, այսպես ասած, եւ առօրյա շատ համերգային ծրագրեր ակումբային հանել եմ։ Ավելի քիչ եմ երգում ակումբներում, ամիսը 1, 2, 3 համերգով եմ հանդես գալիս, որ կարողանամ ավելի շատ ժամանակ տրամադրեմ ստեղծագործելու վրա։ Իսկ ինչ լեզուներ եք պատրաստվում ավելացնել։ Օրինակ հունարեն, Օ, ֆրանսերեն, բայց հունարենը հատկապես, որովհետև շատ հարազատ լեզու է, ես Հունաստանում եմ մեծացել, հունական կրթություն ունեմ ու ամեն անգամ այդ կողմ ճամփորդելուց հետո մեջս այդ ցանկությունը առաջանում հունարենով երգել է, որովհետև ասենց հոգուս մեջ այդ մի հատ ուրիշ տեղ ունի, էլի, հունական երաժշտությունը։ Մեր ազգն է դե բնականաբար շատ ասիրում ու գնահատում հունարենը, դրա համար ինչու ոչ։ իսկ դրանք լինելու են բոլորովին նոր երգեր, թե քավերներ են լինելու։ Ինձ թվում է կսկսենք քավերներից, սիրված քավերներից, հետո արդեն կփորձեմ նաև հեղինակային ինչ-որ մի բան անեմ։ Ժամանակի հետ առաջ միշտ տենց պլանավորում էի չէր ստացվում, հիմա ընթացքում ժամանակը ցույց է տալիս, այս է ճիշտ որոշումը, այս է օրինակ ոչ։ Մենք հետևելու ենք ամեն դեպքում բոլոր տեսակի նորություններին։ Հետաքրքիր է Դենին արդեն մասնակցել է ձեր համերգներին, թե դեռ համերգներին պրեմիերան տեղի չի ունեցել։ Դեռ ոչ, որովհետև ինքը աղմկոտ տեղեր չի սիրում։ Ես էլ չեմ սիրում։ Ես գործից բերումով աշխատում եմ այո աղմկոտ վայրերում, բայց ես աղմկում եմ, բայց ես աղմկներ չեմ։ Բայց ես օրինակ տանը սիրում եմ հանգիստ միջավայր, լռություն, լավ երաժշտություն, դանդաղ, սենց չխանգարող, բայց ինքը օրինակ չի սիրում աղմկոտ տեղեր։ Դրա համար մինչև 1 տարեկան որոշեցինք, որ իրան տանջանքների չենթարկենք, բայց ես Դենիի համար երգում եմ ամեն օր։ Ինքը շատ է սիրում, որ ես երգում եմ։ Մենք նույնիսկ ունենք մեր երգը, որ ծնված վայրկյանից զգացել եմ, որ ինքը երգը ճանաչում է։ Ինձ թվում է ինքը եւ իմ ձայնն էր ճանաչում, եւ երգն էր ճանաչում, հենց երգեցի լռեց, չլացեց։ Ու դա մեր երգն է։ Մենք Որ երգը։ Հələ տեսնենք ինչ ծև կարձագանքի։ Twinkle, twinkle. Little star. Արդեն արձագանքեց։ Ու ինքը նենց երկրպագում ինձ, որ ես սենց ասում եմ, ես այո պիտի երգչուհի դառնայի, որ քո համար ամենաշատը երգեի, որովհետև ամենամեծ երկրպագուս է ինքը։ Այո։ Չէ։ Twinkle, twinkle, little star, how I wonder. Դենին կարծես թե հավանել եք ես։
Ինային Ես հավանել ասում է եմ Դենին։ ինքը սիրում, ինքը շատ ճաշակով տղա է իմ տղան, շատ։ Չէ՞։ Գաս։ Ուզում ես գնաս։ Դենի, կուզես շփվել։ Ինձ թվում է ինքը կգա։ Դուք կարող եք բլից հարցումներ անցկացնել, ես Այո։ կշփվեմ Դենիի հետ։ Ինչ կարծիքի Երանի եք։ քեզ։ Խնդրեմ։ Արդեն պատրաստ է Դենին։ Արի տեղավորվի տղամարդ, իսկական տղամարդ։ Նրանք կարող են հանգիստ արդեն շփվել։ Մենք Կարինա ձեզ համար պատրաստել ենք բլից հարցադրումներ եւ ակնկալում ենք նույնպես բլից պատասխաններ։ Շատ լավ։ Արդյոք պատրաստ եք։ Այո, միշտ։ Եթե պատրաստ եք, ուրեմն սկսենք։ Երկ, որը փոխեց ձեր կարիերան։ Առանց էր չկա գարուն։ Առանց էր չկա գարուն։ Լավ, երաժշտական ուղղություն, որում երբեք չեք փորձի հանդես գալ նույնիսկ։ Դասական։ Դասականում Ինձ թույլ չեմ տա, դիպ չեմ այդ ոլորտը, որովհետև ինքը այնքան սիրուն է, իրան պիտի մասնագիտացված լինես։ Դասականին երբեք չեմ կպնի, որովհետև նենց տաղանդավոր մատուցողներ կան, որ չի կարելի։ Հարգանքից ելնելով արվեստի իրան։ Այսօր իդեպ հոկտեմբերի 25-ը բացի այն, որ նշում ենք նկարիչների միջազգային տոնը, նաև օպերային արվեստի նաև միջազգային օրն է։ Ես շատ մեծ սիրար եմ օպերայի դեպ։ Այո, բեմ բարձրանալուց առաջ Միշտ հագնում եմ բարձրակրունկներս։ դա պարտադիր պայման է։ Պարտադիր։ Ես շատ սիրում ու հարգում եմ իմ բեմը եւ իմ հանդիսատեսին, իմ առօրյան եւ բեմելս պետքա լինի տարբեր։ Լավ, ես մի քանի անգամ ականատես եղել։ Եթե ձեր կյանքը երկներ, ապա այն կկոչվեր Առանց էր չկա գարուն։ առանց էր չկա գալու։ Լավ։ Ինչ է ձեզ միշտ ստիպում ժպտալ, նույնիսկ ամենածանր օրը։ Դենին։ Իսկ մինչև 7 ամիս առաջ Դենի պապան։ շատ լավն էր։ Երկ, որը երջանկացնում է ձեզ։ Երկ, որը երջանկացնում է ինձ, ոյ, հենց առանց էր չկա գարուն։ Այո, իմ երկու սերերին գարունն է բերել, երևի դա էլ է շատ սիմվոլիկ, որ Դենի պապան, Դենին, իրանք երկուսն էլ գարնան ծնունդ են, ու ես երևի այնքան երգեցի, որ իմ սերերին գարունը բերեց, այո։ Վայր, որտեղ վերադառնում եք ուժերը վերականգնելու ու ստեղծագործական էներգիայով լցվելու։ Տանը։ Դա տունն է։ Այո, Հարազատ տունը։ Եթե մեկ օր բոլոր պարտականություններից ազատ լինեիք, ինչպես կանցկացնեիք այդ օրը։ Ընտանիքիս հետ, քաղաքից դուրս, բնության գրկում, Միևնույն է ընտանիքի հետ։ Այո, ես այն մարդկանցից եմ, ում համար ընտանիքը ամենակարևորն է, որովհետև առանց ընտանիք ոչ մի բան չունի այն իմաստը։ Ես 36 տարի ապրել եմ մենակ, կարիերա եմ ստեղծել ու իմ կյանքը լցվեց իմ ընտանիքով ամենաշատը։ Երջանիկ եմ եւ երգելուց եւ ընտանիքի մեջ մեկը մյուսին պետքա լրացնի։ Ինձ թվում է դուք էլ իրար եք շատ լավ լրացնում, Դենին շատ լավ է զգում քեզ մոտ։ Մենք չենք ուզում բաժանվել։ Բայց Դենին կտած չէ վերջում մայրիկին։ Բաց թողնել։ Մենք մի քիչ էլ եթե դուք շարունակեք զրուցել, կքնենք։ Այո, իդեպ Դենին լավ էներգիա հասկացող վերցնող տեսակ է ու ինքը օրինակ իր հայրիկը հանգիստ է, ես աշխուժ եմ, իմ հետ աշխուժանում է, իսկ հայրիկի գրկում քնում է։ Կա ինչ-որ մի բլիցարց, որ կուզենայիք հնչեր։ Ինձ թվում է ոչ, ես սիրում եմ, երբ դիմացից անակնկալ է լինում հարցը, կամ էլ չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց այսօր ոնց որ մտածելու տեղիք տվեցիք։ Շատ լավ։ Շատ շնորհակալություն, որ առավոտահանգստյան օրվա սկսեցիք մեզ հետ։ Ես էլ եմ շնորհակալ մեզ հրավերի համար, շատ զգացված ենք ու ինձ թվում է այստեղից լավ տրամադրությամբ մենք կգնանք քաղաքից դուրս։ Երբ ենք մենք ավարտում, մեր թերապիան եւս ավարտվեց։ Բարև։ Դենի, կոշիկները։ Լավ է։ Այստեղ լավ է, կմնաս մեզ մոտ։ Կարող եք նստացնել իրան, ինքը կնստի ձեր մեջտեղը հանգիստ։ Շատ շնորհակալ եմ, պարոն։ Մենք հրաշալի առավոտ ունեցանք։ Այս ինչ լավ թոշիկներ ունես դու։ Այս ինչ հավով ես դու։ Մենք չենք կարողանալու կտրվենք միևնույն է, բայց շտապենք ամեն դեպքում ասել ձեզ շատ շնորհակալություն, որ մեզ հետ այսօր սկսեցիք։ Դենի, շնորհակալություն, որ դու մեզ հետ էիր այսօր։ Քեզ իսկական տղամարդու պես պահեցիր,
կեցես, մենք հուսով եմ հաճախ ենք հանդիպելու։ Ինձ թվում է հաճախ կհանդիպենք։ Հաճախ հանդիպենք, չէ՞։ Կգաս օպերային թատրոն։ Էսթետիկ Լավ արվեստը դիտես, լավ երաժշտություն։ երաժշտություն։ Այսպեսին են լինում Մարդը հանց ընկերները։ դիմեր էր լսում մի քանի օր առաջ։ Հա, թատրոն կգնանք կինային թատրոնում կտեսնենք։ Գիտես ինչ լավ է խաղում թատրոնում։ Շնորհակալություն, ձեզ դավոր։ Ձեզ էլ։ Մենք էլ Դենի հետ ձեզ ասում ենք մնացեք մեզ հետ, ցավոք սրտի ինչքան էլ մենք չենք ուզում, բայց պետք է Դենին հանձնենք մայրիկին եւ նրանց լավ հանգստյան օր մաղթենք, իսկ ինչ լավ գլուխը դրենք։ Իսկ մենք դեռ ձեզ հետ շատ հետաքրքիր տեղեկություններ ունենք հայտելու եւ նաեւ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն ենք։ Մնացեք մեզ հետ սիրելիներ։